Բոլորին բարև, ձեզ հետ եմ ես Ալեգը եւ իմ աղբեր Գևորգը։ Այսօր մենք մի վարքան էլ ենք։ Այսօր մենք ունենք обзор Kia Optima Sport, yeah, молодец։ Եվ մեքենան որ թիվ է 2018 2018 2.5 մոտոր 190 ձիա ուժ 0-ից 100-ը ինչքան է այդում մի 2.5 այո այսպեսին է Задний. Если багажник, да? Спорт. Եվ մտնենք մեքենայի ներսը։ Մեքենան ասեմ շատ հարմարավետ է։ Ինքը թազա արտադրություն է։ Գին որակ հարադրությամբ շատ ֆիգդնի է։ Ինչ կան էր սալոնում։ Սալոնը շատ սիրուն է, լսում եմ։ Սիրուն է։ Այո։ Նաև դուք վիդեոյի որակից արդեն հասկանում եք, որ ինչ լավ կամերայով է նկարված։ Ինչ որ բաներ պատմի։ Սկսում ենք։ Մի քիչ դու պատմի, մի քիչ ես։ Էսի drive mode-ն է, այստեղ կա էկոնում, ու դե ստանդարտ ու սպորտ։ Դե էս իրա մասին բան չկա պատմելու։ Օ Այս ամենահետաքրքիրն է։ Ստեղ կա լիքը բաներ, զանգ, ռադիո, ամեն ինչ էլ կա, բայց դե հələ քանի որ թազան ավտո է, մեջը ոչ մի պրաշիվկա էլ չկա, բայց կարանք ավելացնենք նավիգատոր, YouTube, այնտեղ настройքներ, ամեն ինչա, Bluetooth է կա, կպնես, բայց իզուր հələ որ ռուսերեն լեզուն ստեղ չեն իմացել, որտեղ ռուսերեն լեզու էլ է լինում։ Ստեղ կարելի է, եթե սիրուն չի այսենց, եթե սիրուն չի այսենց, կաս մտնել setup and display off, և սիրուն մենակ ժմնա։ Հիմա ինձ նկարի ես պատմեմ։ Ադե ստեղ կա այս ոնց է սրանն է։ Սպիդոմետր։ Չէ։ Ինչ է։ Մարգատ։ Հա, դու հլը։ Ռուլից ստեղ կա Սիգնալ։ Ընդ զանգել անջտելու կնոպկ է։ Զանգել անջտելու կնոպկ են։ Այո։ Մի վարքյան հələ հիշեմ այս որներ։ Հա, էսի մի վարքյան։ Ստեղ բերում է դուրնը, իա մասին բաներն է։ Գիլուսը խփում է։ Կրուիզ կոնտրոլ ունի։ Հա, ժամանակներ, ամեն ինչը կարանք տենանք, արեք քո դուռը բացափագի։ Բացափագի։ Նկարի ոնց եմ բացում փագում։ Այսպես կամած փագում եք եւ մագնիսներով բանան։ Ահա, այստեղ ուշադրություն։ Մի վարքյան սպասի։ Մեր մոտ ստեղ կա Պամարամա։ Ոստել այսպեսի գեղեցկություն է մեզի սպասում։ Իհարկե էսի սկզբից հələ վատ էր աշխատում, բայց դզվեց։ Չէ, բայց դուք պատկերացնում եք ինչպեսի հիասքանչ ավտոմեքենա է։ Նույնիսկ այս բանի վրա կա կնոպկեք։ Որը վառուտներն է բացում իհարկե չի բացի, եւ ստեղ կա ոնց է սրա անունը։ Կամերա ինչ։ Չէ, սրեշության անունը ոնց էր, կոմպաս։ Էս է կոմպաս։ Հիմա ինձ նկարի, որն դեմքերը կա, ողջույններ։ Ունենք այս ուժանոմը ավտոն փչացել այդ ավարի նիզնակը, փեջերը, լիքը, ստուց, այս հետևը ավուկշն, ունենք այսի կոնդիցիոներ փեջեր ու հզորացումը, ռադիո, մեդիա, հեռախոս, տրեք, ուվո, սեթուփ, սիրուն կնոպկա։ Դե իհարկե ունի Android, հա, Apple CarPlay, Android այդպես բաներ, բարդաչոկը, հա, շատ մեծ է։ Պատուհանը իջնում է։ Աշխատում է։ Այո։ Իսկ հետևը մինչև վերջ չի բացվում։ Էսը ցույց կտամ։ Էլ ինչ ունենք։ Հա, հետևը մինչև վերջ չի բացվում։
Հիմա Աչը լավ բացվում է, հենա մի քիչ չի բացվում։ Դա անում են որպես էկոնոմի համար, յանամ որ քիչ փող ծախսեն, էլի։ Հիմա դու ես հետևից եմ կարեմ։ Հետևն էլ ինչպես տեսնում եք մեծ կոմֆորտ նստարաններ, չկա այստեղի մեջտեղի խանգարող բանը։ Ունենք այսպեսի։ Կա, բայց շատ քիչ է, փոքր է։ Փոքր։ Չի ազգացվում։ Արա դա ասենք այսպեսի շատ հիասքանչ տես չի բացվում հետևի նստարանից ուղիղ մեքենայի առջևը լյուկը սովախ բջա։ Էսի մեջ իմ կարծիքով ամենա այո կարբոն ստենակ կարբոն չէ բայց կոժը կարբոն ուրեմն մի վարքան տուր այստեղ մինչև այդ հեմչուց տվել դեստեղ կա այդ բաչոկը բացելը բագաժնիկը ու ԱԲՍ-ն այդ որներ Եպա։ Այդ յանում զանուսը էլի։ Էսի ոչ թե ռուշնիկը այստեղ է։ Հին ավտոն է, պես այ հեսա։ Որը դու ոնց է ռուշնիկ դնում։ Հեսա, ասենք այսեն այ հիմա որ քաշեմ, հետ է գալու տեղը, ու յանում ռուշնիկը իջած է։ Բայց դե որ հետ քաշեմ, էլի էնի կապոտն է։ Ստեղ Ստոպ տու վիդեոն։ Եվ հիմա մենք կանենք բագաժնիկի обзор մի վարքան։ Եվ հիմա մենք կանենք բագաժնիկի обзор։ Հիմա հայլենք բագաժնիկը։ Մեր բագաժնիկը բացվում է։ Ուրո լավ է մեծ ախպեր։ Լավ է, պրաստորն է։ Ապա կարաս մտնես։ Չէ։ Համարների, օրո համարներ։ Համարների բան։ Չեմ տա։ Որ իրոքից որ մեծ բագաժնիկ է, սենց ասեմ, Գևորիկը պարկավ։ Եթե շատ տանջվի, կարա ամբողջությամբ մեջ մտնի։ Ստեղ Mercedes-ը նորմալ է։ Այդի ծրած մանա։ Լավ էլի։ Նաև ունի այսպես։ Մի վարքան հլանջի։ Եվ այսպես ժողովուրդ ջան, այսի շատ պարեզնի ֆունկցիա միացրա։ Երևում է։ Ուրեմն, ինչ է սա նշանակում։ Նշանակում է, եթե դուք ուզում եք ձեր գիծը ոչ թե փոխեք, այլ ուղղակի աջ թեքվեք, ոնց որ չէ, չթեքվեք։ Հա, գիծը փոխվի։ Աջ գնաք, ցույց է տալի աջ գծում հետևից ավտո կա, թե չկա։ Եթե դուք ֆռում եք ու էդի ծնգալու է, ուրեմն ասում է արա ինքոն գնա, սպասի մարդը անցնի նոր։ Որը շատ հաճախ դառնում է վթարների պատճառ։ Եվ ինչ անենք, կապոտը բացենք, շարժիչը։ Բացի Գևորգը։ Կգամ։ Նաև տեսեք ինքնաթիռ Obzor Boeing 707, շարժիչը 1.5 լիտր։ Բացի։ Նաև ես բարևում եմ իմ 15 կվարտալի դիտորդներին, Բանգլադեշի դիտորդներին և սփյուռքա հայերին։ GDI, ճապոնական արտադրություն, ինչ ունենք ջրի բան, ճապոնիայում էլ է սիստեմը, ջրի բան, յուղի բան, ակումուլյատորը, էսի բանը, ռադիատորը, որ սրատակը, բանը, ֆիլտրը ուրա, էսի է ֆիլտրը տեղը, օթի ֆիլտրը բացենք, հալա, էսի բուն շարժիչն է, նայեք, մեջերով, սենց որակ վիդեոյի դժվար տեսնեք, այսպիսին լավ ավտո է, չգիտեմ, արդյոք մենք կարողանանք test drive անել, դժվար իհարկե։ Հələ մի երկու փորձել ունենք ավտո։ Հիմա էլ դու ինձ նկարի, հա, շով հաջող ենք անելու։ Մենք ստուգելու ենք ավտոյի շումաիզոլյացիան, արագը գորալու է, իսկ մենք պատուանը փակենք, տնանք կլինի թե չէ։ Եվ այսպես։ Չի տեսվում։ Սովորած ջրիկը։ Վերջապես, մենք կլսենք այս ձենը, պատրաստ։
Եվ այսպես մենք լսեցինք այս սիրուն ձենը, իհարկե սպոյլերը մի քիչ փոքրոտ է, բայց դե կլինի էլի։ Եվ այսպես այսքանը կհանդիպենք մյուս հաջորդ սերիայում։ հաղորդում։